Ողջույն սիրելիներս, այսօր համեմում ենք հավի կրծքամիսը։ Շատ դեպքերում շատերն են բողոքում, որ հավի կրծքամիսը այդքան էլ լավ չի ստացվում եւ չոր է ստացվում։ Այսօր ցույց կտամ, թե ինչպես համեմել հավի կրծքամիսը, որ ստանանք շատ համեղ եւ չչորացող ու հյութեղ հավի կրծքամիս։ Հետո տապակելու ենք, տապակելու ընթացքը նույնպես ցույց կտամ։ Ինչպես տեսնում եք, ահա այս չափերի ենք կտրտելու։ Ոչ շատ բարակ ենք կտրտում, ոչ շատ հաստ։ Այս տարբերակով կտրտածը միշտ ստացվում է հիանալի։ Հիմա կտեղափոխենք տարայի մեջ, որ ավելի հարմար լինի համեմելը։ Ավելացնում ենք 3 պաճ սխտոր ճզմած վիճակով, 1 թեյի գդալ աղ, 1 թեյի գդալ սև պղպեղ, 1 թեյի գդալ կարմիր պղպեղ, եթե շատ ավելի կծու եք ցանկանում, կծու ավելացրեք։ Հիմա ավելացնում եմ 1 ճաշի գդալ բուսայուղ եւ այս բոլորը մի լավ խառնում ենք։ Եթե ժամանակ ունեք, ապա կարող եք տեղափոխել սառնարան 1 կամ 2 ժամ, իսկ եթե ժամանակ չունեք, հոգ չէ, այս տարբերակով պատրաստվածը համեմվածը կարող եք անմիջապես սկսել տապակելը։ Թավան տաքացնում ենք, ավելացնում ենք կարագ, մի փոքր բուսայուղ եւ հիմա կտեղափոխենք թավայի մեջ եւ կսկսենք տապակելը։ Այնպես անենք, որպեսզի հավի կտորները իրար կպած չլինեն, առանձնացնենք եւ ամբողջ ընթացքը տապակելու պետք է կափարիչը դնենք վրան։ Սա կարևոր է։ Առանց կափարիչի եփվածը շատ ավելի արագ է չորանում, իսկ այս տարբերակով բավականին հյութեղ ու շատ համեղ է ստացվում։ Հիմա 3 րոպե է անցել, կշրջենք, ընթացքում չենք մոռանում շրջելու մասին, որովհետև շատ երկար չենք թողնում մեկ կողմը տապակվի, հետո նոր շրջենք մյուս կողմը։ Պետք է հավասարաչափ այնպես անենք, որ բոլոր կողմերը լավ տապակված լինեն։ Հիմա արդեն նշել եմ, որ պետք է կափարիչը վրան լինի, ամբողջ ընթացքում կափարիչը հանում ենք միայն այն ժամանակ, երբ որ պետք է շրջենք մյուս կողմը տապակվի։ Ինչպես տեսնում եք, ահա գեղեցիկ երանգ է ստացել, երբ որ արդեն իսկ այսպիսի երանգ է ստանում, ուրեմն պատրաստ է մեր հավի միսը։ Սիրելիներս, եթե ուզում եք ավելի շատ երկար տապակել, կարող եք մի փոքր էլ կարմրացնել, իսկ եթե ավելի քիչ եք սիրում, կարող եք ավելի քիչ կարմրացնել։ Հիմա կտեղափոխեմ մատուցվող ափսեի մեջ։ Այստեղ ունենք ափսեի մեջ հնդկաձավարով փլավ, խորոված բանջարեղենը տապակած վիճակով եւ հավի կրծքամիսը արդեն իսկ պատրաստեցինք։ Սիրելիներս, եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք, բաժանորդագրվել ալիքին եւ մեկնաբանություններում թողնել ձեր կարծիքը։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով նոր ու համեղ բաղադրատոմսերով։